Ողջույն, Օլա։ Սամվել բարի երեկո, ողջունում եմ քեզ։ Այսպես խնդրում եմ տվեք տեղեկատվություն արևի ուսմունքի վերաբերյալ։ Շարունակում ենք տեղեկատվությունը։ Մարդու միջով անցնող արևային հոսքը նրան հնարավորություն է տալիս յուրացնել այդ էներգիան, իսկ հետո այն իրագործել իր այս կամ այն գործողությունների կամ մտադրությունների մեջ։ Այսօր ձեզ գիտելիքներ ենք տալու այն մասին, թե ինչպես այդ արևային էներգիան վերամշակել բովանդակային կոդերի, ինչը մարդուն կօգնի օրինակ վերցնել արևային հոսքի այս կամ այն կոդը եւ իր միջով այն վերածել լուսային միավորի։ Դրա հետևանքով այդ լուսային միավորն ուղղվում է մոնադի կազմից, այսինքն մարդու տվյալների շտեմարանից էներգիայի այս կամ այն կառուցվածքն առանձնացնելուն։ Պատահական չէ, Օլգա, որ այժմ քեզ տրվում են մոնադի բովանդակությանը վերաբերող կոդեր եւ տեղեկատվություն։ Մենք աստիճանաբար սկսում ենք ձեզ համար բացահայտել մոնադին վերաբերող տեղեկատվությունը։ Ինչ է մոնադը, ինչ է հոգին, ինչպես են պահպանվում տվյալները։ Այս ամբողջ տեղեկատվությունը աստիճանաբար հոսելու է քո ալիքով եւ այն նույնպես անհրաժեշտ է որպես տեղեկատվական այն բազան, որն աստիճանաբար բացվում է մարդկանց առջև։ Ձեր դրոշմամայրը մատրիցան ըստ էության թվեր է, եւ այդ թվերն են այն աշխարհի կառուցման աղբյուրը կամ սկիզբը, որի մեջ այժմ դուք սկսում եք ճանաչել ինքներդ ձեզ։ Եվ երբեմն, երբ դուք ձեր միջով բեռնում եք արևային էներգիայի լուսային կոդերը, նրանք ձևավորում են ձեր մեջ նոր ստորաբաժանումներ դարձյալ թվերի միջոցով, ապա համապատասխանաբար ընդունելով բովանդակային առումով կոդավորված այս կամ այն էներգիան, դուք կարող եք ձեր մեջ ամբողջությամբ բացահայտել այս աշխարհակարգի կառուցման նոր հնարավորությունները։ Էներգիաների այն կոդերը, որոնք տրվում են օրինակ լուսնի կամ որևէ այլ մոլորակի էներգիայի համեմատությամբ, լուսային հոսքի կոդեր են։ Դրանք իրենց հատկություններով տարբեր են, կախված նրանից, թե որ մոլորակն է դրանք տալիս։ Երկրի էներգետիկ հոսքի կոդերը տարբերվում են արևային լուսային բովանդակության հոսքի կոդերից, ինչպես նաև այլ մոլորակների կոդերից։ Այդ պատճառով այժմ մենք նախև առաջ բացահայտելու ենք լուսային սպեկտրի կարգին պատկանող արևային էներգիայի հոսքի կոդերը, որոնք ձեզ համար կբացվեն այն սարքի միջոցով, որը հետագայում մեր կողմից կբերվի երկիր։ Այդ մասին ձեզ արդեն տեղեկություններ են տրվել։ Խոսքը տիեզերանավերի մասին է, որոնք օգտագործում են որոշակի խոշորաձույց արևային հոսքը սինթեզելու համար, որը հետագայում տարածվելու է այս կամ այն տարածքների վրա։ Այդպիսի գործընթացն արդեն աստիճանաբար տեղի է ունենում երկրի հետ, որովհետև երկրի դրոշմամայր մատրիցային կառուցվածքի բովանդակային սպեկտրում մթնոլորտի որոշակի շերտերում արդեն գտնվում են այդ տիեզերանավերը, որոնք պարզապես դեռևս չեն նկատվել եւ չեն բացահայտվել ձեր կողմից։ Այս տիեզերանավի գործառույթն է կազմավորել երկրի էներգիան, ուղղել այն անհրաժեշտությունով, կառավարել որոշակի բեռնող կոդեր, որոնք այսպես թե այնպես անցնում են ձեր մոլորակ երկրի վրա այս կամ այն բեռնումներն իրականացնելու համար։ Սակայն դրա վերաբերյալ տեղեկությունը կտրվի ավելի ուշ, հաջորդ ստեղծագործությունների մեջ, որովհետև մենք մտադիր ենք ձեր միջոցով փոխանցել ընդլայնված տեղեկություն մեր տիեզերանավերի կառուցվածքի վերաբերյալ, թե ինչպիսի տեսք ունեն դրանք, ինչպես են կառուցված, ինչպես են դրանց վրա ընդհանրապես ապրում ամենատարբեր էակները եւ ինչով են զբաղվում։ Հետագայում այս ալիքն օգտագործվելու է բազմաթիվ տվյալներ փոխանցելու համար, ոչ միայն այժմ բացահայտվող թեմայի վերաբերյալ։ Ձեր Օլգայի եւ Սամվելի միջոցով փոխանցվելու է նաեւ ընդլայնված նշանակության եւ ամենատարբեր կիրառություններ ունեցող տեղեկատվություն։ Այդ պատճառով այժմ ձեզ անհրաժեշտ է զբաղվել ձեր առողջությամբ, ձեր ֆիզիկական վիճակով, որպեսզի ձեզ պահեք պատշաճ մակարդակի վրա։ Մենք մեր կողմից արդեն այժմ սկսում ենք դրա համար ճանապարհ հարթել այս կամ այն վայրեր ուղևորությունների հնարավորություններ ստեղծելով։ Օրինակ, հիմա ինձ փոխանցում են, որ հենց դրա համար շուտով մեկնում եմ Թուրքիա։ Այո, գիտես Սամվել, ամեն ինչ այնքան անսպասելի ստացվեց։ Ես ինքս դա չէի ծրագրել, բայց ահա 4 օրով մեկնում եմ այնտեղ, առողջարան։ Այնտեղ ջերմային աղբյուրներ կան։ Երևի հենց այսպես են նրանք դասավորել, որպեսզի դրա միջոցով զբաղվեմ իմ առողջությամբ։ Պատկերացնու ես ինչ հետաքրքիր է։ Իսկ իմ գլխում իդեպ միտք է սկսել պատտվել, որ ամռանը կրկին պետք է գնամ Շաստասարը։ Հա։ Իսկ ով է իդեպ դաշտում։ Էլմորյան։ Լավ։ Այո, մի անգամից եկավ, որ դաշտում Էլմորյան է։ Ինչպես նաև այս մեկը, ինչպես էր, վայ հենց մի անգամից փոխանցեցին, որ
կարծես դեզերանավից է։ Աշտարշերանը։ Այո, ինձ անմիջապես փոխանցեցին, որ նա, ինչպես եւ Էլմորյան, մշտապես ներկա է լինելու այս եւ News գրքերի ստեղծման ընթացքում, բայց աշտարշերանի վերաբերյալ ահա թե ինչն է հետաքրքիր։ Հիմա փոխանցում են, որ դա մեկ անց չէ։ Դիեզերանավերի վրա ներկա են գիտակցության բազմաթիվ տարբեր համակարգեր, որոնք երկրի հետ ամենատարբեր աշխատանքներ են կատարում, իսկ աշտարշերան անունը կարծես հավաքական կերպար լինի։ Այո, ընդհանրապես, երբ աշտարշերանից որևէ տեղեկատվություն է գալիս, հաղորդատվություններում հիմնականում գրվում է աշտարշերանի կազմ։ Այո, իսկ անձամբ աշտարշերանը շատ հազվադեպ։ Հիմա հասկանալի է։ Լսիր, որքան հետաքրքիր է, ես այդ մասին չգիտեի։ Բայց հենց հիմա ինձ փոխանցեցին, նույնիսկ ցույց տվեցին, որ դա ինչ-որ էությունների խումբ է, դա գիտնականների խումբ է, որոնք ուսումնասիրում են քաղաքակրթությունները եւ որոշակի նպատակներ են հետապնդում, պահպանելու կյանքը, պահպանելու այս կամ այն երկրում գոյություն ունեցող որոշակի տեսակներ։ Իդեպ նրանք հաշվառում են նաեւ մեր մոլորակի տեսակների տվյալները։ Այո, որովհետև այստեղ կամ կյանքի տարբեր ձևերի բազմաթիվ տարատեսակներ եւ նրանք հետևում են ամբողջ զարգացման ընթացքին։ Այդպիսի հաշվառում նրանք իրականացնում են ոչ միայն երկիր մոլորակի, այլև այլ մոլորակների վրա։ Նրանք ասում են, որ մեր աշխատանքի ընթացքում առանցին հաղորդատվություններ են տալու եւ ավելի խորությամբ են բացահայտելու այս տեղեկատվությունը։ Այժմ շարունակենք եւ բացատրենք արևային հոսքերի հիմնական բնութագրերը, որոնք անցնում են ձեր լուսային, ինչպես նաեւ ֆիզիկական մարմնի միջով։ Առաջին լուսային հոսքը ինձ այսպիսի բառ են տալիս ալ։ Անգլերենով չգիտեմ ինչ է նշանակում։ Ա տառը եւ Լ տառը։ Դե եթե երկու Լ տառով է, all նշանակում է ամեն ինչ։ Անգլերեն նշանակում է ամեն ինչ։ Իսկ եթե մեկ Լ-ով է, ալ, ապա ես միայն հայերենում գիտեմ այդպիսի բառ։ Հայերեն ալ նշանակում է վառ կարմիր, որ տարբերակն ուզում ես ընտրիր։ Դա նշանակում է ծիրանագույն կարմիր։ Սա այն դեպքն է, երբ արևային հոսքի տվյալ կարգը անցնում է ալ չափման միավորների միջով, ինչը հնարավորություն է տալիս այդ հոսքը բնութագրել որպես էներգիայի ցածր կոդեր, այն ընդունող անձանց կողմից։ Այս էներգիաներով գոյություն ունեն մսային սնունդ օգտագործող էությունները, որոնք նույնպես իրականացնում են այդ արևային հոսքի կոդավորումը եւ դրա միջոցով բացահայտում իրենց գիտակցության համապատասխան մասերը։ Այսպիսով արևային հոսքի այս կարգը նախատեսված է ցածր թրթռանքներ ունեցող մարդկանց, մսակերների համար։ Ինչու ենք այժմ այսպիսի բնութագիր տալիս, որպեսզի դուք հասկանաք, թե արևային ինչպիսի հոսք է օգտագործում մարդը այս կամ այն թրթռանքային մակարդակում։ Համապատասխանաբար, հոսքի այսպիսի բնութագրումը ձեզ հնարավորություն է տալիս ձեզ համար բեռնատապման օրեր կազմակերպել։ Դրանք այն օրերն են, երբ դուք օգտագործում եք այլ էներգահոսքին համապատասխան սնունդ։ Կանաչ հոսքի բնութագիրը կանաչ հոսք oil, ինչպես անգլերեն oil, յուղ, oil, նրանք երևի գիտես ինձ տալիս են այնպիսի բառեր, որոնք իմ հիշողության մեջ կարող են համակցվել այս կամ այն գունային սպեկտրի անվան հետ։ Այո, Օլգա, բայց դրանից բացի այնպիսի տպավորություն է, որ մեկ ուրիշ բանել են փոխանցում։ Ահա դու, Օլգա, ասում ես oil, յուղ, եւ դա ճիշտ է։ Սակայն այժմ սննդի մեջ ավելի ու ավելի լայնորեն են օգտագործվում ձիթապտղի յուղն ու ավոկադոյի յուղը։ Արևածաղկի յուղի օգտագործումն արդեն կարծես երկրորդ պլան է մղվում, իսկ եւ ձիթապտուղը եւ ավոկադոն կանաչ են, համապատասխանաբար նրանց յուղն էլ կանաչավուն է, հնարավոր է դրա հետ է կապված։ Կանաչ հոսքի սպեկտրը նախատեսված է այն մարդկանց համար, որոնք այժմ բուսական սնունդ են օգտագործում, որոնք գտնվում են արևային հոսքի գունային ընկալման կոդերում եւ մեզ համար գործում են որպես էներգիայի կանաչ կոդեր։ Այսինքն, երբ մենք տեսնում ենք մարդ ավատարի վիճակը, նրան ընկալում ենք նրա միջով անցնող արևային հոսքի գունային սպեկտրների կոդով։ Օրինակ, ցածր թրթռանքների վրա գտնվող եւ միս օգտագործող մարդը կարմիր գունային սպեկտրի կոդ է, կանաչ սնունդ օգտագործողը, այսպես կոչված բուսակերը, կանաչ գունային հոսքի համակարգ է, իսկ այն մարդը, որն անցնում է միայն արևային հոսքը սնունդ դարձնելու մակարդակին, արդեն դեղին գունային հոսք է։ Իսկ այդ կոդավորումը որևէ անվանում ունի։
Տվյալ հոսքը մասնագիտացված է լինելու որպես snake։ Snake? Ինչ է snake-ը։ Սամվել, դու գիտես այդ բառը snake։ Անգլերեն դա նշանակում է օծ։ Հա? Եվ համապատասխանել է լուսակիր օծ, ուրոբորոցը։ Հիշում ես միմյանց հյուսվող կունդալինի հոսքերը։ Դա նույնպես կոչվում է լուսակիր օծ։ Ահա, լուսիր, ես ցավոք անգլերեն վատ գիտեմ։ Դպրոցում ֆրանսերեն եմ սովորել, անգլերեն չգիտեմ։ Բայց snake-ը օծը։ Հա? Լսիր, առաջին անգամ եմ դա իմանում, իսկ ինչու է հենց այդպիսի բնութագիր տալիս։ Մենք տալիս ենք այն հաստատված համակարգերը, որոնք բնութագրում են մարդու մարմնով էներգիայի շարժումը։ Այսինքն նրանք ուզում են փոխանցել, որ մեզ մարդկանց տեսնում են ոչ թե որպես ֆիզիկական մարմին, նրանք մեզ տեսնում են մեր միջով անցնող էներգիայի կոդով, որը որոշակի ձևով բեկվում է եւ տալիս այս կամ այն սպեկտրը։ Այսինքն ստացվում է, որ էներգիայի կարմիր ձևաչափ ունեցող մարդիկ մսակերներն են, որոնք գտնվում են ցածր թրթրանքների վրա, որովհետև միսն այսպես թե այնպես ցածր թրթրանքներ ունի։ Գունային լուծման կանաչ սպեկտրը արդեն այլ կոդավորում է, եւ դա բուսակերներն են, իսկ դեղին սպեկտրը նրանք են, ովքեր սնվում են արևային էներգիայով։ Այսպեսով ստացվում է, որ երբ մարդը սկսում է սնվել արևային էներգիայով, դա նշանակում է, որ նա սկսել է սնվել ապրանով։ Հենց ապրանն էլ միացնում է լուսակիր օծը, այսինքն կունդալինիի էներգիան։ Այդ պատճառով էլ քեզ փոխանցեցին snake անվանումը։ Կարող ես հարցնել, ես այս ամենը ճիշտ հասկացա թե ոչ։ Լավ կլիներ հարցնել, որպեսզի իմանանք, թե ուր ենք գնում, չէ՞ որ մենք պետք է սա վերաշարադրենք։ Դու ամեն ինչ բացարձակապես ճիշտ ես մեկնաբանում, որովհետև մենք այսպես թե այնպես ձեզ տալիս ենք այն կարգերը, որոնք համապատասխանում են ձեր թրթրանքներին։ Կան դրոշմամայր մատրիցայի որոշակի բեռնող բառեր, որոնք այսպես թե այնպես ձեր համար բացատրում են գիտակցվածության որոշակի մակարդակ։ Համապատասխանաբար կլանելով այդ բառերը, որպես մեր գիտակցությունների հետ փոխազդեցության ձև, դուք առանձնացնում եք այն մտապատկերը, որը համընկնում է ալիքի միջոցով մեր վերարտադրած տվյալների հետ։ Համապատասխանաբար դուք հասկանում եք, թե ինչու է ձեզ տրվում օծ բառը, որովհետև կունդալինիի էներգիան ձեր մատրիցայի մեջ ամրագրված է որպես օծի դրսևորում։ Երբ մարդու մեջ բարձրանում է կոդավորված էներգիայի համակարգը, նա անցնում է ապրանով սնվելուն եւ առանձնացնում դեղին գունային սպեկտրը։ Նա ասում է, որ դրան ինձ համար առայժմ դեռ շատ երկար ճանապարհ կա։ Այդպես էլ ավարտեց իր միտքը։ Իսկ ինչու ենք հիմա ձեզ այսպիսի տվյալներ տալիս, որովհետեւ մարդիկ հասկանան, թե իրենք ինչպիսի գույնային սպեկտր են ներկայացնում։ Ձեզ համար լավ կլիներ իմանալ, որ բազմաթիվ այլ քաղաքակրթությունների եւ այլ էներգիաների համար ձեր դրոշմամայր մատրիցային կառուցվածքը ներկայանում է հենց այն ձևով, որով նրանք ընկալում են ձեր մատրիցային կառուցվածքի լուսային սպեկտրների կոդավորումը։ Խնդրում եմ, մի հարց ունեմ։ Եթե օրինակ ես հիմա միայն ձուկ եմ ուտում, ապա դա ինչ կոդ է։ Ասում է դա այսպեսի, ինչպես ասեմ, կարմիրը դեպի կապույտ անցումով։ Այսինքն, որքան ավելի շատ է դրսևորվում կապույտը, այնքան ավելի է ուրվագծվում անցումը դեպի կանաչը։ Այսպեսի աստիճանական սահուն անցում է տեղի ունենում։ Իսկ երբ կանաչն աստիճանաբար անցնում է դեղինի, այդ ժամանակ նույնպես սկզբում աստիճանաբար դրսևորվում է կապույտ սպեկտրը։ Ամենուր կա կապույտ սպեկտրը, այդ պատճառով էլ տալիս են այսպեսի կապույտ կարգ։ Դե առայժմ չեմ հասկանում, թե դա ինչպես վերցանել։ Լավ, խնդրում եմ բացատրեք, ինչու հիմա այս ամենը մեզ փոխանցեցիք։ Մենք դրանք ձեզ փոխանցեցինք, որպեսզի մարդիկ հասկանան, որ կախված իրենց սննդից, թրթրանքներից եւ իրենց միջով անցնող կենսականորեն ակտիվ էներգիայի կարգերից, հենց այդպես էլ ընկալվում են այլ էներգիայակների կողմից։ Այդպիսին են նրանց համար կառուցվում իրադարձային շարքերը, այդպիսի կյանք է կազմակերպվում եւ այդպիսի ծրագրեր ու նախագծեր են նրանց տրվում։ Հետևաբար դուք պետք է գիտակցեք, որ ձեր ընտրած սննդի մակարդակն այսպես թե այնպես ազդում է ձեր էներգիակառուցվածքի վրա։ Համապատասխանաբար երկրի վրա էներգիայի այս բոլոր կարգերն այսպես թե այնպես դրսևորվում են։ Մենք արդեն ձեզ փոխանցել ենք, որ երկրի կառուցվածքն այնպիսին է, կարծես երկիրը ծածկված լինի անհավասար արևային հոսքի մի գլխարկով։ Այդ գլխարկի մեջ կան տարբեր շերտեր։ Եվ ահա նայեք,
Այն շերտը, որը բնութագրում է կարմիր գունային սպեկտր ունեցող մարդկանց, նրանց տալիս է կենսագործունեության որոշակի կոդեր, որոշակի ծրագրեր, որոշակի հնարավորություններ, հասարակության որոշակի շերտեր եւ հաղորդակցության որոշակի կարգեր։ Այսպես թե այնպես դուք առնչվում եք այն մարդկանց հետ, որոնք նույնպես մասսային ծնունդ են օգտագործում։ Նկատեք, որ երբ դուք տարբերվում եք այդ ձևից եւ ձեր մեջ գործում է էներգիայի այլ սպեկտր, դուք այլևս հետաքրքրություն չեք ունենում նախորդ ձևի հանդեպ, սկսում եք անցնել այլ շերտերի։ Համապատասխանաբար ձեր մոտ առաջանում է հաղորդակցության այլ շրջանակ եւ գոյություն դրոշմամայր մատրիցային կառուցվածքի այլ շերտերում։ Սակայն մենք չենք ասում, որ բուսակերն ու ասակերը չեն կարող հաղորդակցվել կամ փոխազդել միմյանց հետ։ Կարող են, պարզապես նրանց հետաքրքրությունները տարբեր են։ Եթե օրինակ ամասակերի մակարդակը արևային էներգիայի կարգն իր միջով բացահայտում է պայմանականորեն ասած ցածր հաճախականությունների վրա, ապա կանաչ գունային տեսանկյան կարգը որպես հնարավորություն իր մեջ շատ ավելի մեծ քանակությամբ է կլանում արևային էներգիան եւ անցկացնում իր միջով։ Որովհետև կանաչ գունային սպեկտրի կարգը, այսպես թե այնպես, նույնիսկ գունային շրջանի տեսանկյունից ավելի մոտ է դեղինին։ Այս գիտելիքներն այսպես թե այնպես արդեն տրվում են ձեզ։ Այժմ գունային սպեկտրների վերաբերյալ գլխավոր բանը, որը պետք է փոխանցել ձեր միջոցով, այն էր, որ դուք իմանաք, այս եղանակով մի գունային սպեկտրից մյուսին անցնելիս ձեր մեջ դեղին գույնի սպեկտրն ավելի ու ավելի շատ է դրսևորվում։ Դա նշանակում է, որ արդեն արթնանում եւ ակտիվանում է ձեր արևային էներգամարմինը։ Այդ ժամանակ ձեր հոգու հետ միացման կառուցվածքը եւ արարման էներգիայի հետ միացման կառուցվածքը ավելի ու ավելի շատ են արթնանում։ Ակտիվ վիճակում դուք արդեն կկարողանաք եռաչափ վիճակից տեղափոխվել գիտակցության այլ շերտեր, անցնելով տարածության 4-րդ եւ 5-րդ չափումների թրթրանքային մակարդակներին։ Այդ պատճառով այժմ ձեզ տեղեկություններ են տրվում այն մասին, թե սնունդն ինչպես է ազդում ձեր էներգակառուցվածքի վրա, որպեսզի հասկանաք, թե ինչպիսի հնարավորություններ են բացվում ձեր առջև։ Որքան ավելի շատ է արևային էներգիայի կլանման կոդը, այնքան ավելի շատ եք ձեռք բերում նոր նշանակության դրոշմամայր մատրիցա բացահայտելու հատկություն։ Երբ արդեն անցնում եք ապրանով սնվելուն, արևային հոսքի մշտական եւ ամբողջական օգտագործմանը, համապատասխանաբար անցնում եք դեղին աստիճանակարգի համակարգ։ Այդպիսով դուք արդեն մոտենում եք այն վիճակին, երբ ֆիզիկական ավատարի մակարդակում անցնում եք հնգաչափ տարածության ընկալմանը։ Դա տեղի է ունենում աստիճանաբար մեծանում է ձեր էներգատարողությունը։ Դուք չեք կարող մսակերությունից միանգամից թռչել ապրանով սնվելու համակարգի մեջ։ Դա տեղի է ունենում աստիճանաբար։ Այսպիսով երկիրն այժմ անցնում է այս փուլը մի սպեկտրից մյուսին անցումը։ Ձեզ ասում են, որ ձեր մոլորակային վիճակի թրթրանքները բարձրանում են, որ մոլորակի թրթրանքներն աճում են եւ համապատասխանաբար ձեր թրթրանքներն էլ են բարձրանում։ Այսինքն, երբ մարդը սկսում է փոխել սննդի կոդերը, գիտակցվածության կոդը աճում է արևային հոսքի էներգասպառման համակարգի մեծացման ուղղությամբ։ Համապատասխանաբար մարդն աստիճանաբար կարմիր էներգահոսքի համակարգից անցնում է կանաչ էներգահոսքի համակարգ, ապա աստիճանաբար դեղին էներգահոսքի համակարգ։ Այսպիսով այս տարիների ընթացքում անցման դրսևորումը ձեզ մոտ տեղի կունենա շատ աստիճանաբար։ Համապատասխանաբար այն մարդիկ, որոնք չեն կարողանա վերակառուցվել, աստիճանաբար հեռանալու են հիվանդությունների կամ էներգահոսքի ցածր կոդերի դրսևորման այլ հնարավորությունների միջոցով։ Հետագայում ինչով կօգնեն այս գիտելիքները։ Քանի որ մենք տալու ենք գիտելիքներ այն մասին, թե ինչպես ամբողջությամբ գոյություն ունենալ արևային էներգիայի հոսքի մեջ, իսկ արևային էներգիայի հոսքը ձեր մեջ սկսում է դրսևորվել արևի դարպասների միջոցով, որոնց մասին ձեզ ավելի վաղ պատմել ենք, եւ այդ գործընթացին մասնակցում է ձեր գիտակցությունը, որն իր միջով կառուցում է տվյալ բեռնող համակարգը, ապա դուք արդեն հասկանում եք, որ այդպիսով սկսում եք ինքնակատարելագործվել ֆիզիկական մարմնի մեջ մի կարգից անցնելով մյուսին։ Դրա միջոցով դուք ազդում եք ձեր գիտակցության աճի վրա։ Այս գիտելիքն արդեն հիմա ձեզ հնարավորություն է տալիս ընտրելու ձեր հետագա վերելքի ճանապարհը։ Ուր եք գնում։ Մտածել, թե արևային հոսքի որ կարգն եք ստանալու։ Դուք հեռանալու եք ներքին օրգանների եւ մյուս համակարգերի հիվանդությունների միջոցով, թե աստիճանաբար անցնելու եք ձեզ համար էներգիայի վերարտադրման կանաչ կոդին, ապա դեղինին, դրանով բարձրացնելով ձեր թրթռային մակարդակը։ Եվ դա կլինի ավելի արագ ու հեշտ անցում հենց արևային էներգիայի սպառման համակարգին։
Երբ երկրի բնակչության մեծ մասը սկսի անցնել ակտիվ կանաչ ծննդային համակարգի օգտագործմանը, ինչը ձեր մոտ այսպես թե այնպես աստիճանաբար տեղի է ունենալու մոտակա տարիների ընթացքում, եւ դրա համար ձեզ տրվում է մոտ 5-ից 7 տարի, նույնիսկ ավելի շատ, այսինքն դրան քիչ ժամանակ չի հատկացվում, ապա այդ ժամանակ արդեն պատրաստ կլինեն այն գիտելիքները, թե ինչպես ապրել արևային էներգիայի հոսքի կոդով։ Հենց դրա մասին էլ այժմ տրվում են այս գիտելիքները։ Այդ պատճառով ձեզ բավարար ժամանակ է հատկացվում այս գիտելիքների բազան պատրաստելու, ձեր միջովային դրսևորելու համար, որպեսզի լայն ժամանակային ձևաչափով այն հասանելի լինի մարդկանց։ Սա ձեզ հնարավորություն է տալիս ճանաչելու սնուցման այս համակարգը, գտնվելով ֆիզիկական մարմնի մեջ, որովհետև այսպես թե այնպես դուք բոլորդ դրան եք գալու։ Դա ձեր ժամանակային համակարգային կոդի աստիճանակարգն է, անցնել հենց արևային էներգիայի հոսքի օգտագործմանը։ Այն գիտելիքների հետ, որոնք այժմ փոխանցում եք, կարող եք շշտապել, պարզապես հասկացեք, որ դրանք պատրաստ կլինեն այն ժամանակ, երբ դրանց լայն պահանջ կլինի։ Դա դեռ շուտ չի լինի, բայց աստիճանաբար սկսելու է ներթափանցել։ Այս գիտելիքների փոխանցման հիմնական անհրաժեշտությունը այն է, որ մարդիկ նույնիսկ լինելով մսակեր, բայց արդեն իրենց մեջ ներբեռնելով այն գիտելիքների հոսքը, որը դուք այժմ անցկացնում եք, ֆիզիկական մարմնի մեջ սկսելու են մի սննդային կրոդից մյուսին անցնելու համակարգը։ Որովհետև այն տեղեկատվական բազաների մեջ, որոնք այժմ փոխանցվում են հաղորդչի միջոցով, արդեն ներդրված են գիտակցությունը հոսքային այլ կոդերի կառուցակարգելու ծրագրեր։ Ասում են, որ այսօրվա համար բավական է։ Ես մի հարց ունեմ։ Տուր։ Դե ես հասկանում եմ, որ սկզբունքորեն մենք ժամանակ ունենք սննդի մի ձևից մյուսին անցնելու համար, բայց անձամբ ին վերաբերյալ, դες ինձ անընդհատ թվում է, որ այնինչ ինձ մոտ առայժմ չի ստացվում կամ այնքան էլ լավ չի ստացվում, այսինքն դաշտի հետ ինքնուրույն կապը, նույնպես կապված է հենց այն բանի հետ, որ ես կոպիտ ասած առայժմ մսակեր եմ։ Գիտակցությամբ ես այս ամենը վաղուց եմ հասկացել եւ արդեն բազմիցս ասել եմ, որ պատրաստ եմ սնվելու այլ ձևերի անցնել, բայց հենց իրենք ինձ ասացին, որ չպետք է դա անեմ, որ ինձ դեռևս չի կարելի այդ անել։ Եվ հիմա ինչպես։ Ահա մենք զբաղվում ենք արևի ուսմունքի այս հաղորդատվությամբ։ Բացի դրանից ասում են, որ ես նույնպես պետք է ինքնուրույն ինչ-որ բան գրեմ, ինչ-որ գրքեր։ Եվ ես ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ։ Մի կողմից մարդու կարողությունները կարծես ակտիվանում են հենց այն ժամանակ, երբ նա անցնում է սնվելու այլ եղանակի, այդպես է։ Իսկ մյուս կողմից նրանք ասում են, որ ինձ չի կարելի դա անել։ Գիտես, հիմա ինձ տեղեկություն է գալիս, որ ահա տես օրինակ, երբ ես 2 տարի առաջ սկսեցի զբաղվել հաղորդատվությամբ, ոչ ձուկ էի ուտում, ոչ միս, ընդհանրապես համարյա ոչինչ չէի ուտում, բայց ինձ ասացին, քեզ Օլգա անհրաժեշտ է ուտել։ Այն ժամանակ ես միայն շաբաթը 1 անգամ ձուկ էի ուտում, եւ ահա օրինակ սրճարանում ինձ համար ձուկ էի պատվիրում, իսկ ձկան փոխարեն բերում էին միս։ Մտածում եմ, ընդհանրապես սա ինչ է։ Հետո աստիճանաբար սկսեցի հավի միս ուտել։ Սկզբում այն ահավոր հոտ ուներ ինձ համար, այդպես նորից սկսեցի ուտել։ Իհարկե, միանգամից գիրացա, քաշս ավելացավ։ Ինձ փոխանցում էին, որ մենք սովոր ենք ապրել սպիտակուսների հաշվին եւ դրանք միանգամից հեռացնել պետք չէ։ Այդպիսի մի շրջան էր։ Իսկ հիմա արդեն այլ տեղեկատվություն է գալիս։ Ես նույնպես հասկանում եմ, որ միս ուտելն արդեն ծանր է եւ անցնում եմ ձկան։ Եվ դու էլ օրինակ այժմ կարող ես սկսել նրանից, որ ամեն օր ձուկ ուտես։ Դե գիտես, ես ձուկ չեմ սիրում։ Եթե անցնեմ, ապա անմիջապես կանցնեմ բուսակերության, բայց նրանք ասում են, որ չի կարելի։ Սակայն հասկանում եմ, որ եթե դու էլ ստիպված եղար վերադառնալ մսակերությանը, եւ դա քեզ չխանգարեց հաղորդատվություններ վարել, ուրեմն իմ խնդիրը մեկ այլ բանի մեջ է։ Կամ էլ ինձ համար դեռ վաղ է, ժամանակը կգա եւ ինձ մոտ էլ կստացվի։ Դա կապված չէ նրա հետ, որ ես միս եմ ուտում։ Իհարկե, գիտես, շատ հաղորդատուներ մսակեր են, շատ։ Ահա տես, հիմա ինձ փոխանցում են, որ այսօրվա դրությամբ բեռնող բազաներն այնպիսին են, որ մեզ բոլորիս առայժմ պետք չէ հրաժարվել մասից։ Հնարավոր է 1-2 տարի անց երկրի բեռնող բազաները փոխվեն եւ այնպես ստացվի, որ եւ դու եւ ես ամբողջությամբ անցնենք բուսական սննդի, բայց հաղորդատվությունը դրանից կախված չէ։ Սակայն քանի որ մենք քեզ հետ անընդհատ միասին ենք զբաղվում, քո դաշտն էլ այսպես թե այնպես մարզվում է, այսինքն քո գիտակցությունն էլ է միացվում։ Այսօրվա տեղեկատվությունը շատ հետաքրքիր էր։
իրականում ամեն անգամ է հետաքրքիր, ամեն անգամ։ Հիշում եմ նախորդ անգամ էլ նույնն ասացի։ Կարծես ամեն անգամ ավելի հետաքրքիր է դառնում, որովհետև մենք սկսում ենք ավելի շատ հասկանալ եւ ավելի շատ վարժվել հաղորդատվության մեթոդին։ Այսինքն քեզ մոտ հավանաբար փոխանցումն ավելի ու ավելի լավ է ստացվում, իսկ ես գուցե սկսել եմ ավելի լավ հասկանալ քեզ քո փոխանցման եղանակները։ Այդպիսով ամեն ինչ ավելի ամբողջական է դառնում։ Դա ինձ շատ է դուր գալիս, ինձ շատ հետաքրքիր է։ Իսկ այսօր առանձնապես տպավորիչ էր։ Հիշում ես, որ առաջին բառերը նրանք հայերենով փոխանցեցին։ Հիշում ես, քեզ փոխանցեցին ալ բառը, դու հարցրեցիր ինչ է դա նշանակում։ Ես ասացի, որ անգլերեն all նշանակում է ամեն ինչ, իսկ հայերեն al նշանակում է վառ կարմիր, իսկ հետո դու ասացիր, որ al նշանակում է ծիրանագույն կարմիր։ Ահա,